Արա դե ախպեր ջան, այս սուշնյակն է որ վրա տալի, թող ու փախի։ Սաղ բերանս չորացել է, հելն է մի հատ ջուր խմել։ Արա ես ինչ խրտ-խրտոցի ձեներա գալիս հն սենյակից, չելնի կռիս ամդ է, սպասի լուսը վարեմ տենամ, չէ ախպեր ջան, որ վարեմ կարող է փախնի նագլի կենթանին, սպասի ետ համ զենքս բերեմ, որ հենց վարեմ դրան տենամ տեղում գյուլեմ ախպեր ջան, Всё, դու թքիր կռիս, իմ վրից հլը ոչ մեկ ոչ մի բան չի տարել։ Արա, ես էլի դու ես այդ կռիս։ Դու հիմար չես այ բիձա, ես ինչ ես անում։ Բա դու ինչ ես անում ստայք կռակադիլ, Ինչ պետք է անեմ, հաց եմ ուտում։ Ինչն ես ուտում, այ ախմախ, ինչն ես ուտում։ Մոռացել ես, որ սաղ աղիք հաստավողսային համագարկդ խանգարվել էր, չեր աշխատում, արա։ Սատկում էիր, արա, 2 սուտկա կռիզ մի տակ պարգած էիր, բայց հիմա այլ սկսել ես բթվել։ Հա որ սոված եմ չուտեմ քերի։ Արա սերեջ, որ քո ձեռդ ճարելի ինձ էլ հետ եք ուտես, այ ախպեր ջան։ Լավ, դավա հերիք այս սեղանը հավտի ու գնա մրբի։ Ահա, բերմատ, երշիկս ուտեմ հետո։ Կեր, Սերոժ, բայց էդի կլնի քո կյանքի մեջ կերած վերջի երշիկը։ Կեր, Սերոժ ջան, կեր։ Ռոզնես տեչի, որ գա քեզ պաշտպանի ախպեր ջան, ու էդից հնարավորությունը տարի գեղական կարգով լուծեմ հարցերդ։ Մատ կարաս ասես, ինչի կրակեցիր։ Հա, կարամ ասեմ, ախպեր ջան, մտածեցի կռիս ա մտե տունը։ Հետո լուսը վառը չտեսար, որ ես եմ։ Տեսա, մտածեցի մեծ կռիս ախպեր ջան։ Բայց ես ասեմ չեմ սխալվում։ Դու կռիս ես որ կաս։ Կռիսը դու ես։ Տավի ես ասեն ձարա է։ Լավ, գնում եմ։ Կալբասը տեղը դիր է։ Դավայ։ Հայդա գնա քնելու ախպեր։ Սպալնի դուրն է վրից փայելու եմ, հա, իմացի, որ չկարանաս դուրս գաս։ Հա, մի հատ է քարդի վրես, որ չկայանամ շարժվեմ։ Բայց լավ գաղափար է, Սերոժ, կարելի է փորձել։ Դավայ, հեն։ Զենքը վայր դրեք սրա խողող կանան, դիր զենքը։ Հեռու։ Արա, արբես էլի դու ես այդ պարրազիտ։ Դավայ, գնա ուրիշ տեղ աղա ախպեր, մենք քո հավեսը չունենք։ Ձեզ թվում է ես խաղալու համար եմ եկել։ Ես շատ լուրջ եմ տրամադրված։ Ինչ ես եկել, արբ ջան։ Նստեք կոսամ, նստի։ Նստեք։ Չէ, մերսի ախպեր ջան, մենք մեզ ոտի վրա է վատ չենք զգում։ Ասում եմ վեր ընկի։ Ասի չէ։ Ես ինչ արիր արա։ Նստի տեղը թլե։ Բայց ասեմ, լավ բան չես անում, արբի։ Նստեք։ Ուզում ես կռիվ խաղաս, գնա քուչեն երեխեք հետ խաղա ախպեր ջան, մենք այդ տարիքից արդեն դուրս ենք եկել։ Նորից եմ կարկանում տագետների համար, անգրագետների ապուշների համար։ Ես շատ լուրջ եմ տրամադրված, ես չեմ եկել խաղալու։
Այդ Քաբոր Արքաջան, այդ հասկացանք, բայց մենակ մի բան ասա, էլ ինչ ես դեն ջղայն եկել մեր տուն։ Մի հատ ուղում, Սերոժ, մեր տուն չէ, իմ տուն։ Հա, լավ, ինչ ես ջղայն եկել քերուս տուն։ Եկել եմ իմ մեծ մամային տուն տանեմ։ Այսինքն ոնց եկել ես մեծ մամային տանես տուն, որտեղից տանես։ Այստեղից դուք առևանգել եք մեծ մամայից։ Արա դու հիվանդ չես, այ քո ցավը տանեմ։ Մեկ գալի թրով ես ինչ խաղեր ես տալի։ Տալի արա, էդի մեկ աղբեր ջան։ Հետո էլ ասում ես մեծ մաման ինչա գանձա, որ ես իրան պետք է առևանգեի։ Իմ համար գանձա։ Հա, կարող է, քո համար գանձա, բայց լիշն իմ համար այդ կնիգը աղբեր քորկաբեգի արժեք չունի։ Դե չի Սերոժ։ Հա, պրինցիպի։ Ուրեմն նորից եմ կարկանում տագետ և տահաս մարդկանց համար։ Իմ մեծ մամեն ձեր համար արժեք չունի, որովհետև այդքան խելք չունեք նրան հասկանալու համար։ Վերջի անգամ եմ ասում, անվնաս տվեք ինձ սինյորա Մաթիլդային, որ տանեմ։ Ախր այդ ցավը տանեմ։ Մենք ես որտեղից հետ վերադարձենք այդ տրակած պարավին, որ չգիտենք որտեղ է։ Գիտեք։ Մենք էլ ասում ենք չգիտենք։ Ասում եմ գիտեք։ Չգիտենք։ Լավ ես են չի լինի։ Արբիջան, մի բացատրի թե ինչ ես տենց մտածում, որ իբր թե մենք մեծ մամային բերել ենք ստե ու չենք ուզում թողենք։ Որովհետև մենակ դուք։ Այո, մենակ պարոն Սքանազը կարող էր դա անել, որովհետև անձնական արկահատանք ունի մեծ մամայից նկատմամբ։ Ախպեր ջան, ունենք ու հայելի ունենալու ենք, չենք հրաժարվում։ Բայց որ ինձ 1000 տարի է մնար, ես պարավին գողացողը չէի, ախպեր ջան, այ քեզ բան, հենց որ գնացեք ձեր տադին ուրիշ թեման եկեք։ Հա, կամ էլ կարակ մտնեք ինտերնետ, ախպեր, այն ռոզիսկ տված տերարիստների ցուցակում նայեք, բալքիմ գտնեք արա։ Չհասկացանք արա, ես ինչ ֆոկուսներ ես անում, կարող եմ ես չմոյտեղ ես դրել։ Հանգիստ մնացեք, թե չէ հիմա սարով ես ձեզի ցայտաղբյուր կսորտեմ։ Հիմա ես ինչ անեմ սրա հետ, Սերոժ ջան։ Ինչ պիտի անես, ասա պարավին որտեղ ես թաղել, թող ես խեղճը հանգստանա գնա։ Ինչ հա, Սերոժ։ Բաներ ասելի Արբիջանը։ Հեչ, Արբիջան, դու այդ դուրդակ, չես տենում որ մարդը լուրջան տնում ասածները, դու ապուշ չես։ Ասա որտեղ ես պոել մեծ մամեիս հուդա։ Արբիջան, ցավը տանեմ, դու ես սրա ասածները լուրջ մի ընդունի, ես ախմախը յանի կադագ անում, տես չի ալա։ Չէ, հա, դու էլ լուրջ ես ընդունել Արբիջան։ Այո, սարիկաներ, իմ մեծ մամեն նման ճակատագրի էր արժանի, հա։ Հենց հիմա ձեզ գնդակահարում եմ։ Արբիջան, հորս արև թե ես քո մեզ մամեի մադով կբել եմ, պրոստ ես ախմախ իր արևին հումոր անեմ։ Գնդակահարում եմ։ Հալա տենց բան չանես ղաչախ շան որդի։ Արդեն ու շախ ընտրել աղաչելու համար եղավ։ Հələ մի րոպե հələ ես ինչ ես անում, գժվել ես։ Աբա գժվել է, բա ինչ արել այ ախպեր ջան։ Եկել էր ուզում էր ինձ իմ տամեջ խփել խփնվածը։ Խփնվածը դու ես սարիկայի մեկա։ Մի հատ հանգստացի, հա, մի հատ բացատրի տենափխի էր ուզում սրա սպանել։ Որովհետև հենց որ Սերյոժան ասաց, որ պարոն Սասկանազը պարոն Սքանազը մեծ մամային սպանել է և թաղել է այգում։ Սերոժի իր արևին կադագ արել, արբի չես ջոգու։ Հա, դու ցերեդ կդի քեզ չեն հարցնում։ Հա, հերիք ավտես։ Տես բան ասել ես, հա։ Ասել եմ կնյաժան, բայց կատակ եմ արել, լուրջ անդունել։ Սատում ես սանիկա, ուզում ես քերուտ կաշին փրկել։ Կնյաժան սրանք սպանել են և մեծ մամեից թաղել են այգում։ Նա հանգստացի վայ։ Այդ հեր ինձ ինչ ես հավատում։ Ախպեր ջան, թաղել ենք, են դու գենել լաբատկեն։ Բեգալեք, ենեց այդ բաղ ու բոստանը, փորեք հանեք ձեր մեծ մամեին, ախպեր ջան։ Ձեր գլխի վրա երրորդ աշ կբացեմ։ Հələ մի հատ հանգստացի, ես ես ոգևորել։ Ախր սա խի պետք է տատու սպանել։ Ճիշտ է էլի։ Ինչա։ Դու բնջի պետք է մենք մեծ մամեի հանդեպ տենց վատ բան անենք։ Մենք իրան սիրում ենք, չէ՞ քերի ջան։ Հա, բա ոնց ախպեր, ուշքներս էլ էթմա։ Ստորաբար սատում են կնյաժան։
Պարոն Սկանաս, խոստովանում եք, քանի ոտքերից տակ չեմ հրավիրել ձեզի։ Արա դե գիտես ինչ կա, արդեն դու ինձ զզվցրիր թողիր արբի։ Հեսա զանգում եմ քաղմաս ախմեր, թողանես տերարիստին հավքին տանեն, արա։ Հա, բա, ուշնել հետում է գործ տալու համար։ Կնյազ ջան, ախր մենք գործ չենք տալիս, ցավը տանեմ։ Պրոստը մենք ուզում ենք մեր ներքին օրգաններին զգուշացրած ունենք, որ քաղաքում մարդամեգ է, էլ չեմ ասում ով։ Զորրոյի շորերը հակել ու մարդկաց տերորի է ենթարկում։ Հեր այ։ Նա ինչ արի ախպեր ջան։ Ես կնյա ժան թողան, թող շուն բերեն, թող հոտոտեն մեծ մավեից բարբիրը գատեն։ Սպասի, եսի ճպել։ Մի հատ քեզ հարց եմ տալիս ու մենք ստերս գնում ենք։ Դուք այսօր вообще տատին տեսել եք։ Լիշնի ես որ չեմ տեսել ախպեր։ Արա Սերեժ դու տեսել ես։ Չէ։ Ոնց թե չեմ հավատում ձեզ։ Զզվցրի թողիր էլի, հավատում եմ, չեմ հավատում, կարող է գիտես խաղ են խաղում, այ ախպեր ջան։ Հեր գնա ախպեր ջան, քշերվա հազանը պարիեք մի քիչ աշկերս կպցնենք, արա։ Ոչ, ես այստեղից կգնամ միայն մեծ մամայիս հետ կենտանի կամ անկենտան։ Ցավը տանեմ, ես քեզ քո մեծ մամային որ դուս տամ, ինչ անեմ մեծ մամե դառնամ, հա։ Չէ՞ լավ է։ Ոչեմ արի գնացինք ստերից։ Ես համոզված եմ որ մեր տատին սրանց տանը չի, արի։ Տանը չի, այգում դրած է։ Այգում էլ չի։ Բա որտեղ է։ Այ մրտարի մենք իզուր ժամանակ ենք գործում։ Չէ, ես պետք է Արի։ Ես շո բանա։ Չէ, ախպեր ջան։ Սերոժ։ Ես գյադույանը լրիվ տարել է։ Օհ, իա։ Яу զարմար քեզ է։ Քո պատճառով մազ էր մնացել արբին գյուլելու էր ինձ, է։ Թողուրա մեզ տենց բախտ։ Ինչ ասիր արա։ Մի լոբե ախպեր, փաստորեն դուրս է գալի ես գյանեն ցելով արբին է դա ամեն ինչը մոդի դար է, որ արբինն ինձ խփի, հա։ Հələ կանի այ գյադա։ Լագոտ։ Բարև մեծ աղբորը։ Ինչ կա նորը։ Կարելի է, Գրիշ ջան։ Լսի արա։ Ամեն անգամ իմ սենյակ մտնելուց պարտադիր չի որ կապիկություն անես։ Որ այդ խոսում են, ուրեմն կարելի է։ Հասկացած ցավը տանեմ։ Ես ինչ ես բերանդ բացել նորը։ Էդ ինչ խնդալու բան կալ եմ, այդ ասեմ եք էլ իմանանք։ Մինչև հիմա ինձանից նեղացած ես, բաջանակ ջան։ Բայց ինչի՞ պիտի ես քեզանից նեղանամ նորը։ Դե նանտերի էլ են կենթանու, խոզի խամար էլի։ Արա հո դու հիվանդ չես նորը։ Դու խոզներ, խոզատերներ, դու էլ հետը։ Չէ, հիմա նեղանում ես, թե չէ, Գրիշ ջան։ Արա ասին չէ, չեմ նեղանում, 1000-րդ անգամ եմ ասել քեզ։ Տերնու ծառայի պատմությունն ես սարքել այդ տեղը։ Այդ թեմով էլ չխոսաս նորը։ Դու պրոբլեմ չունես, Գրիշ ջան։ Քո ասածն իմ համար օրենք է։ Այո։ Դե որ օրենք հա գնա ու աշխատի ու այս թեմով էլ մոտս չմտնես։ Հիմա ում ես սպասում, գնա աշխատի։ Մի բան ասեմ գնամ էլի, բաջանակ ջան։ Ասա լսում եմ։ Ուզում եի ասեի այսօր Իրիկունը տանն ես ելնելու։ Ասեմ թե տանն եմ ելնելու, հետո։ Որ գայի նոր տարի շնորհավորեի իմ հարազատ բաջանակի հետ։ Արա հո դու աննորմալ չես այդ տղա։ Ինչ նոր տարի, ինչ բան, գիտես քանի օր անց է նոր տարուց։ Խա, շեֆ ջան, ոնց որ ասում եմ, լավ մարդու նոր տարին ինչքան շնորհավորում ես, էլի քիչ է։ Բա։ Արա հերիքա կապիկություն անես նորը։ Ամսի 31-ի գիշերը եկար շնորհավորեցին։ 1-ին եկար, 2-ին եկար, 3-ին եկար։ Մինչև ամսի 13-ը գալիս ու նոր տարին են շնորհավորում։ Հերիքա, հերիք։ Այլ մն Աստված։ Իսի ձուլում էր։ Մկա ես փաստորեն չեմ գալու, հա ձեր տուն։ Լսի նորո, ես իմ տուն եկած հյուրին ոչ մեկին տանից դուրս չեմ հանում։ Բայց դու չես գալի որ նոր տարի շնորհավորես։ Գալիս ես որ խմես էլի։ Բաջանավ ջան, դու էլ հետաքրքիր մարդ ես։ Բառանց խմելու ելնում, չի ելնում, չէ։ Քասար լսի ինչ եմ ասում քեզ նորո։
Այսօրվանից սկսած ոտդ մեր տանը չտեսնեմ, որ գաս ու նոր տարի շնորհավորես։ Այդ տոները վաղուց անց է գնացել է։ Եղա, բայց մյուս տարի էլ չկա։ Նորո, քասար ռադդ քաշի գնացնեց, քանի հələ որ ներվերս մի քիչ հանգիստ է, եթե չես զում որ քեզ այս լուսամուտից դուրս շպրտեն։ Եղա, բա ոնց։ Մենք ով ենք, որ դու մեզ հետ նոր տարի նշես։ Հա, բայց որ պաշտոնավոր մարդ է եղել, հիմա դե հետս չէր խոսակ, չէ։ Դու սարից դեից ասի։ Թողա գնում ենք, ընչի այս բոռում, վայ։ Արա մի օր չեղավ որ ես ախմախ լագոտը առավոտ գիշերով չկարող ներվերս իրար խառներ։ Շեֆ ջան։ Դո ինչ շեֆ ջան։ Մի հատ բան ասեմ գնամ, էլի։ Մյուս տարի էլ չեմ գալու։ Դու գուզուս դուրս։ Լիպո։ Հա։ Ժամը քանիսն է։ 11-ը։ Մա ժամը 11-ն է, այդքանի կա ուր այ քույրիկ ջան։ Բայց գիտեմ որ քեզ ասեմ այդ ցավը տանեմ։ Գոնե մի հատ զանգեր, հա։ Կանյաս։ Դու իզուր չթողեցիր ես պարոն Սքանազի գալուխա ջարդեի, խոստով անվեր։ Այմարդ մեռանք ասել է որ ճպել է տատու կորելու հետ կապ չունի, ես դրանում վստահ եմ։ Բա որ կապ չունի ուր այդքանի կա։ Վայ որ իմանայի կասը ելի։ Ժողովուրդ, բայց ինձ թվում է ժամանակն է որ զանգենք ոստիկանություն։ Հա, ես համաձայն եմ, եկեք զանգենք։ Չէ, հələ մի րոպե սպասեք, վայ։ Իսա կարող է մի ծակից տատին դուրս գա էլի։ Ախմախ լակոտ։ Իմ մեծ մամեն առնետա, որ ինչ-որ մի տեղից ինչ-որ մի անցքից դուրս գա։ Դու ջոգում ես, ես ինչ եմ ասում, որ միանգամից վրա ես տարի։ Հետի դու չես ջոգում։ Լավ էլի մի հատ վերջացրեք էլ ես ինչ բանա։ Իա, մենակ էդ էլ մնացել, որ հիմա դուք իրար մի սուտեք։ Մի հատ ուր հեռախոսը ես զանգեմ միլիցիա։ Ես կզանգեմ, մամջան։ Ալո։ Բարև ձեզ ոստիկանությունից է։ Գտալան։ Չէ, չէ, ձեր հետ չէ։ Հələ դու ես ախմախին նայ այ ախպեր ջան։ Նոր տարվա օրով թաղի կեսին առանց հոսանքի թողեց, էլի չի խրատվում արա։ Էդ ինչ ես անում արա։ Արա ու դու հիվան չես արա այդ քյաչալ։ Ինչ ես ականջից տակ գոռում։ Չես տնում հոսանք եմ քաշում, բա որ տոկը խփի։ Տոնեց խփի որ ես իմանամ, Չհասկացար ես նավսում ես։ Արա։ Ես ինչ եմ ասում։ Ես քո հետ ոնց խոսամ, որ այդ քո դուրակ գլուխը մտնի արա։ Քեզ քանի անգամ եմ ասել, որ այդ հոսանքը խաղալիք չի, որ առավոտի ծիրիկուն հետը խաղում ես։ Դու չեմ խաղում, արա գիծը զախպե թազագիծ եմ քաշում։ Մի անգամ նոր տարվա քշերով այդ գործարիր հոսանքը քաշիր ախպեր։ Թաղի կեսը մնաց առանց հոսանք։ Բա ինչ անեի, առանց լույս նստեի տունս։ Բայց էլի առանց լույս նստար, չէ։ Ու ասում եմ էլ այդ ազիզորով թաղի կեսին թողիր առանց հոսանք։ Հա։ Հաու զարմար քեզ պարազիտ գադա։ Հələ դավա ես լայրը թանքից դու զախմեր, ես չեմ թողում իմ պատի վրա հոսանք քաշես։ Բայց խիվոր։ Արա դու բութ ես, հենց նոր ես քեզ ասի, դու չհասկացար ինչ ասի։ Չէ։ Դե որ չէ ուրեմն առանց հասկանալու այդ լայրդ վեգալու հայդաստուց։ Խի կարող է պատդ մաշի, հա։ Հա, կարող է մաշի։ Համել հոսանք ես ուզում քաշես ախպեր ջան, էլեկտրիկին զանգի թողա քաշի հոսանքը։ Թող դուր, ես այդ ամ էլեկտրիկին գագիծը քաշի։ Արքես փող ախպեր ջան։ Էդ էլ մնացել մի հատ էլ հարևանների տեղը մուծվեի էլեկտրիկներին։ Ես է փող չունեմ, դրա համար ես եմ գիծը քաշում։ Ախպեր ջան,
Ես չեմ թողում, որ դու իմ պատի վրա հոսանք քաշես։ Արա այ քաչալ, խի ես կռիսություն անում, արա 100 տարվա հարևաններ ենք։ Եկուց մյուս օր որ քո հոսանքը խփի, ուզենաս իմ պատի վրա հոսանք քաշես, ես էլ չթողեմ, լավ կլինի։ Իմ հոսանքը չի խփի, աղբեր ջան, արխային մնա դու։ Դավայ, ես լարը թավքի գնաս դու։ Արա այս լարը ես օթով չեմ կարա տանեմ։ Գիտեմ, դրա համար էլ ասում եմ հավաքի, այ աղբեր ջան։ Դու որ տենցա չեմ հավաքում։ Այսինքն որ չես հավաքում։ Հենց է տենց։ Լսի ինչ եմ ասում քեզ, մգլ տղա։ Ինչ։ Ուշադիր լսի։ Ես հեսա մտնում եմ տուն։ 2 րոպեից դուրս եմ գալու, հա։ Ու եթե հանգարց եկա տեսա դուրս տես, լայրը չես հավաքել, ինձանից չփոշմանես։ Դու ինչ պետք է անես որ։ Ինչ պետք է անեմ։ Հա։ Մգլ, դու լսեն էլեկտրագանաթորի մասին աղբեր ջան, որ Ամերիկայում աղբեր մարդու նստեցնում են վրան աղբեր ջան, ու երրաֆազը հուպ են տալի։ Չէ, չեմ լսել։ Ահա։ Ուրեմն ոչ միայն կլսես, այ մաշկիդ վրա կզգաս, երբ որ կսկսի մաշկդ խանձվել, ու ես կալակ չեմ անում, աղբեր ջան։ Դու լավ է։ Ջոգմես արա։ Ես որ մլիցեք են ես դե աղբեր ջան, ուրեմն ստե մի բան նիտոյա։ Աշկիս պարավը թքելա։ Ոնց որ ասում եմ մի հատ էլ տերարիստ ես աշխարհի երեսից վերացավ։ Բա։ Արա ինչ տերարիստ, ինչ բան այդ ճպալարա։ Ես ինչեր ես խոսում։ Քո խելքի բանը չի էդի մգել։ Դու լարը թավքի գնաս դու զարա։ Դավայ, ես ճանել։ Դավայ։ Նայ հա։ Դու ես արա որ ինձ չթողես հոսանք քաշեմ արա է։ Արրա։ Ինչ աղեք, հեռի։ Մի հատ չոփ չկարա մտցնենք ես պատի ծագը սերոշ։ Առաջի անգամ եմ տենում, որ բերարը չի շարժվում։ Ես ընչի չես կիշկվում, որ արա։ Լավ էլի սրտովս գնա, հա։ Ընչի սերոշ, բան ա եղե։ Հա, բան ա եղե։ Այդ պարավի մասն եմ էլի մտածում։ Այդ խեղճ կնան, տերաս կթան, սաղա մեռացա։ Չհասկացանք։ Էլ ընչի ես մեծ մամեի համար դարդո դելարա։ Երբ ես դու այդ կնգանից մի հատ լավ բան տեսել։ Ինչի կնի կերել իր համար։ Ասող, խոսող, համով, հոտող։ Հարալա թարգի հա։ Դու ուսկի սեփական տատդ, որ մերել էր այդքան պերեժիվատ չէիր ելնում։ Հիմա դրել ես կագոյնի մուց մեծ մամեի համար պերեժիվատ ես ելնում։ Սիրտ չունես, քերի, սիրտ։ Անձամ ինձ այդ կինը ոչ մի վատ բան չի արել։ Իսկ ինձ մենակ վատ բաներ է արել, Սերոժ։ Բայց եթե քեզ այդքան շատ է հետաքրքրում պարավի ճակատագիրը, կարամ թարմ տեղեկություններ հաղորդեմ իր մասին։ Հակթել են պարավը։ Թքել է պարավը, Սերոժ։ Նոր որ տուն էի գալի, տենամ երկու հատ մլիցիայի գամ մտան անթառամես տուն, ինչից կարելի է եզրակացնել, որ պարավը էլ չկա աղբեր ջան, որը իմ համար շատ հաճելի նորություն է։ Լավ էլի ճպել տենց բաներ մի ասա անհարմար է։ Լավ է, Սերոժ։ Ես չհասկացանք աղբեր, որոշել ես խաղաղության ու մարդասիրության Նոբելյան մրցանակ դանես արա։ Քեզ դրել ես մեծ մարդասերի տեղ, հա։ Դու քո ստամոքսից բացի ուրիշ բանի մասին չես մտածում։ Ես ճվարա։ Թող այդ հեռախոսը գցիս տանը։ Ալո։ Ով է։ Քրեականից։ Արրա։ Ինչ է։
Դիտեք հաջորդ սերիայում։ Հիմա բոլորիդ առաջարկում եմ մի լավ մտածել եւ ինձ խոստովանեք, ով է հիմնական մեղավորը տատիկի անհետացման համար։ Ռոլեքսը որտեղից քեզ։ Էս, հա, դու այն մայիսը կպավ թե վեկալ հիշատակ ինձնից։ Ես էլ մի քիչ չեմ ուչում արի ճիշտ ասած, ասի տղայա սիրտը չկոդրեմ, էլի վեկալա կապիտերը, սրա մալյատ ինչա։